Օրվա և շաբաթվա կարևորագույն իրադարձությունները Հայլուրի կիրակնօրյա ամփոփաթերթիկում տաղավարում Աբրահամ Գասպարյանն է, բարի երեկո։ Անցնող շաբաթն ազդարարեց անկախության 20-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում տարբեր երկրներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում տոնական միջոցառումներ են, պարգևատրումներ, հանդիպումներ ու ընդունելություններ։ Այս բոլորի մասին կպատմենք մեր այս թողարկման ընթացքում, իսկ մինչ այդ անկախության տոնի նախաշեմին Արցախի պաշտպանության բանակի մատուցած և Հայաստանի զինված ուժերի սպասվող անակնկալների մասին։ Երկուշաբթի օրը Արցախի օդային տարածքը խախտել էր ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը։ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում հետախուզական առաքելություն իրականացնող սարքը հակաօդային պաշտպանության արցախցի մասնագետների վարպետության շնորհիվ վայրկյանների ընթացքում հայտնվեց գետնին։ Խփված ինքնաթիռի մասերն արգրավվեցին, ստեղծվեց հանձնաժողով, որն էլ պարզեց թանկարժեք սարքի գենետիկան։ Իսկ Հայաստանի անօդաչու ինքնաթիռը արդեն պատրաստ է, այն սեփական է, հեղինակային իրավունքն էլ մեր երկրի զինված ուժերինն է։ Երկարատև ու հետևողական գիտական աշխատանքների արդյունքում ստեղծված սարքը հանրությանը կներկայացվի անկախության ամենակենտրոնական միջոցառմանը՝ տոնական զորահանդեսին, որը կկայանա սեպտեմբերի 21-ի առավոտյան։ Իսկ մինչ այդ Արթուր Գրիգորյանը կներկայացնի հայոց երկնակամարի նորահայտ կռունկի հնարավորությունները Հայլուրին տրամադրված բացառիկ կադրերով։ Օպերացիան պաշտոնապես հնչում է այսպես. Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռի թռիչքը կասեցվել է հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների համատեղ գործողության շնորհիվ։ Անօդաչու ինքնաթիռ որսալը բարդությամբ երկրորդն է համաշխարհային պրակտիկայում։ Առաջին տեղում բալիստիկ հրթիռն է։ Կարելի է ասել, որ այդ տեխնոլոգիան, այսինքն կոմպոզիցիոն նյութերից հասարակված եւ ռադիոլոկացիոն կայանները չեն հայտնաբերում։ Բայց այս անգամ մենք հաջողության հասանք, որովհետեւ կիրառեցինք մեր ռազմաարդյունաբերական համակարգում մշակված հատուկ սարքերը։ Անկամ ոլորտի առաջատար երկրներում անօդաչու օդանավի վնասազերծումը մի փոքր սենսացիա է։ Փոքր երկրում գրեթե հրաշք։ Սակայն Հայլուրի լսարանը դեռ 3 ամիս առաջ Մինսկի ցուցահանդեսից տեղյակ էր, որ հայկական ռազմաարդյունաբերությունը ստեղծել ու կատարելագործում է հենց այն սարքերը, որոնց շնորհիվ այսօր իրականություն դարձավ անօդաչուի թռիչքի կասեցումը։ Հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները արդեն կարողանում են հայտնաբերել եւ ուղեկցել թշնամու անօդաչու սարքերը, եւ դա այն դեպքում, երբ այդ տեխնիկան լավ համարում ունի ռազմական շուկայում։ Ամսի 12-ին մենք Ռուսաստանի Դաշնության Աշուլուկ զորավարժարանում հրաձգություն ենք կատարել, համատեղ զորավարժություն ա եղել եւ այնտեղ մենք տեսել ենք, որ ռուսական բանակը նույնիսկ իր սպառազությունում ունի այս իսրայելական անօդաչու թռչող սարքերը։ Այժմ մեր ռազմական պատասխանատուի մի պարզաբանում, որին անհամբեր սպասում են բոլորը, հատկապես թուրքերն ու բաքվեցիները։ Այս օրերին նրանք մեծականակ անհեթեթ վարկածներ էին շրջանառում։ Մինչդեռ պարզվեց, որ օդանավը իրոք պատկանում է Ադրբեջանին եւ կործանվել է մեր խելացի սարքերի շնորհիվ։ Հատուկ կայանների միջոցով արտադրվել է ճնշում, ուղարկվել է եթեր, որի արդյունքում կապանվել է անօդաչու թռչող սարքի ղեկավարումը եւ սարքը բախվել է գետնին։ Նշանակում է արդյոք դա, որ հաջորդ նմանատիպ սարքերն էլ դուք ի վիճակի եք նույն կերպ նաեւ պայքարել նրանց դեմ։ Իհարկե։ Նկատենք, որ խոսքը միանգամայն նոր սարքի մասին է եւ վնասազերծման գործողության արժեքը Իլհամի $2 միլիոն վնաս պատճառելը չէ միայն։ Հարց այն է, որ հերթական անգամ Ադրբեջանը հարյուրավոր միլիոններ է ծախսել մի արսենալի վրա, որի կիրառման շրջանակը պարզվում է սահմանափակված է հայկական զինուժի կարողություններով։ Շատ հետաքրքիր է Արցախում ստեղծված հանձնաժողովի առաջին եզրակացությունը։ Հնարավորության սահմաններում վերականգնել ենք եւ տվյալ սարքը ֆյուզելաժը բավականին նման է Հերմես 170 անօդաչու թռչող սարքին, ձևափոխված է թևերը եւ ոչաթևերը։ Ասեմ, որ տվյալ մոդիֆիկացիայի անօդաչու թռչող սարք մեր ունեցած տվյալներով գոյություն չունի։ Նույնն է, թե սարքն արտադրվել է հատկապես մեկ գործարքի համար եւ անհնար է այն 100%-ով նույնականացնել որպես իսրայելական։ Իսկ մենք դառնանք պատմության երկրորդ ու թերևս ավելի կարևոր մասին՝ հայկական անօդաչուի պատմությանը։ Սարքի, որը մշակելու համար պահանջվեց մի քանի տարի եւ որը վերականգնեց ռազմական հնարավորությունները հետախուզության վերգետնյա հատվածում։ Ստեղծողները որոշեցին այն անվանել կռունկ։ Կռունկը դա մենք համարում ենք հայկական թռչուն, ուր էլ որ կռունկը չում է թռչում, այն անպայման տուն է վերադառնում եւ մեր անօդաչու ինքնաթիռն էլ որտեղ որ լինի, նա անպայման տուն վերադառնա։ Մեր արտադրած սարքը պատկանում է միջին դասին, որը զբաղեցնում է համաշխարհային շուկայի մոտ 60%-ը։
Մեր կռունկը փորձարկվել է տարվա բոլոր եղանակներին, անձրևի տակ, ուժեղ քամու ուղեկցությամբ եւ միշտ անվնաս վերադարձել է տուն, թռիչքային առաջադրանքը գերազանց կատարած։ Հայկական կռունկի թռիչքի եւ տեղանքի նկարահանման բացառիկ կադրերը առանց մեկնաբանության։ Ինչ վերաբերում է նրա էլեկտրոնային համակարգին եւ մինչ օրս կարելի ասել, որ այդպիսի խափանումներ չենք ունեցել, որ ինքնաթիռը վտանգի ենթարկենք եւ բավականին մեծ թռիչքների քանակ ունենալով հանդերձ մենք կարելի ասել մեր ստացած արդյունքներից իրոք գոհ ենք։ Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում առաջին անգամ հանրությանը կցուցադրվեն հայրենական գիտության արգասիկ անօդաչու ինքնաթիռները։ Դրանց նորոգման ու սպասարկման հարցում Հայաստանը կախում չունի մեկ այլ երկրից։ Ի տարբերություն Ադրբեջանի, որի սարքերի մոտ անգամ շարքային թռիչքի պահին կարող է խնդիր ծագել, կախված արտադրող երկրի բարեհաճությունից։ Մենք ամուր ենք առավել քան երբևէ ու առանց երկիմաստության ասում ենք բոլորին։ Մենք պատրաստ ենք հաղթելու, բայց կամենում ենք հաղթել միայն մտքով ու աշխատանքով։ Արթուր Գրիգորյան, Արման Ղարիբյան եւ Արմեն Անդրեսյան, Հայլուր։ Մեջբերումը նախագահի անկախության 20-ամյակի կապակցությամբ Սարդարապատի հուշահամալիրում ունեցած ելույթից էր։ Այս օրերին մեծարելով ու պատվելով զինվորին ու բժշկին, ուսուցչին ու մարզիկին, բանվորին ու գործարարին, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ անկախության տարեդարձի խորհուրդը մեր հնարավորությունն է սերունդներին փոխանցելու այն արժեքներն ու ժառանգությունը, որ մեզ թողել են նրանք, ովքեր քրտինքով ու արյամբ կերտել, պաշտպանել ու կայացրել են ազատ եւ անկախ Հայաստանը, որը ոչ միայն 3 միլիոն հայաստանցիների, այլև միլիոնավոր աշխարհասփյուր հայերի հայրենիքն է։ Տունը, որտեղ ապրելու եւ երջանկության իրենց բաժինն են վայելելու մեր զավակները, երկիրը, որ պիտի շենանա, ծաղկի ու դեպի հավերժություն ընթանա նրանց արդար ջանքերով, անկախություն, որ ձեռք ենք բերել ոչ թե ճակատագրի քմահաճույքով, այլ նախ եւ առաջ ազատ ու անկախ Հայաստանի մասին մեր նախնիների հավերժող երազանքի անմար հուրը նոր ուժով բորբոքելով, շեշտել է Հայաստանի նախագահը։ Սեպտեմբերի 21-ին աննախադեպ շուքով կնշվի հայոց անկախ պետականության 20-ամյակը, իսկ միջոցառումների թագն ու պսակը անկասկած կդառնա հզոր զորահանդեսը։ Տոնական միջոցառումները, սակայն, մեկնարկել են ավելի վաղ, ամենատարբեր գիտաժողովներ, ցուցահանդեսներ, ընդունելություններ եւ այլն։ Երկրի ղեկավարը նախորդ շաբաթ ընդունելություններ էր կազմակերպել ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների համար, վերլուծելու անցած 20-ամյա ճանապարհն ու բնականաբար նաեւ ուրվագծելու այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ է անցնել բոլորիս երազած պետությունը կերտելու համար։ Այն ճանապարհը, որը նաև բոլորինն է, սկսած լրագրողից ու իրավապաշտպանից վերջացրած գործարարով ու զինվորականով։ Հայրենիքի հանդեպ բոլորիս սերը բավարար է դեպի Հայաստանի ապագան նայելու համար։ Նախագահի խոսքերն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը։ Այսօր կարող ենք հպարտանալ մեր պետականության հասունությունը հավաստող ձեռքբերումներով։ Մենք կարողացանք ոչ միայն դնել մեր երկրի պետականության հիմքերը, այլև ամուր վերնաշենք սկսել։ Մեր քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը կարողացան բազում դժվարություններով անցնել կայացման ուղին, գտնել քաղաքական մրցակցության ու համագործակցության ճանապարհն ու առաջ շարժվել։ Այսուհետ եւս իրավունք չունենք շեղվելու այդ ուղուց։ Հաջորդ ընդունելությունը Սարդարապատի հուշահամալիրում էր, վայր, որը հայ ռազմիկի բազկի ուժի խորհրդանիշն է։ Սարդարապատում սեպտեմբերի 14-ին հրավիրվել էին ուժային կառույցների, արդարադատության համակարգի ներկայացուցիչներ եւ դիվանագետներ։ Երկրի ղեկավարի ելույթի առանցքը բնականաբար հայոց բանակն էր, որը նախագահի բնորոշմամբ պատրաստ է խոյանալու Հայաստանի անկախության յուրաքանչյուր արտաքին սպառնալիքի դեմ, լինի մեր սահմաններին, զավթիչի տանիքի տակ, թե ցանկացած այլ կետում։ Մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու ենք ժամանակին համակարգ սպառազինությամբ ու մարտական տեխնիկայով ապահովելու մեր զինված ուժերը։ Սակայն ամենից առաջ ու ամենից ավելի պիտի զինվորին ու որդուն բանակ ճանապարհող մորը զինենք բանակի
ու նրա հրամանատարների հանդեպ վստահությամբ։ Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։ 20-ամյա Հայաստանի Հանրապետության համար պիտի մեկընդմիշտ վերաիմաստավորենք մեծ Նժդեհի այս պատգամը եւ հավատացնում եմ, որ կունենանք առյուծացի մայրեր, որոնց որդիների առիությունը պակաս կարևոր կդարձնի Հայաստանը պաշտպանող ձեռակերտ ամրությունները։ Անկախ պետականությունը ճակատագրի նվեր չէ, այն ծայրահեղ դժվար մի ճանապարհ է, որն անցնելու համար անսպար ուժ, վճռականություն ու նաև գիտելիք է պետք պետությունը նաև սոցիալական առումով կայացնելու համար, քանի որ մեծ հաշվով պետությունը միջոց է քաղաքացու անվտանգությունը, սոցիալական պաշտպանվածությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։ Սեպտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրվածները մարդիկ էին, որոնց անմիջական աշխատանքից են նաև կախված մեր բոլորիս մասնավորապես եւ պետության բարեկեցությունն ընդհանրապես։ Նախագահը գործարարների համար կազմակերպված ընդունելությանը նշեց, որ անկախության ճանապարհի սկզբում շատ դեպքերում սխալ, նույնիսկ ռոմանտիկ պատկերացումներ կային կապված տնտեսության զարգացման հնարավորությունների հետ, մինչդեռ իրականությունը շատ ավելի դաժան էր, բայց ինչպես նշում է Սերժ Սարգսյանը, մենք արագ ենք սովորում։ Բոլոր արկա հիմնախնդիրներով հանդերձ մենք առաջ ենք գնում։ Մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է։ Այո, երբեմն մենք տեսնում ենք անհամապատասխանություն տարբեր ոլորտների զարգացման մակարդակների միջև։ Մենք ընտրել ենք կայուն վերելքի ճանապարհը եւ բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքով է, որ մեր երկիրը դնելու ենք ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու վրա։ Անկախության գաղափարի եւ խղացողը, եւ կրողը, եւ քարոզողը առաջին հերթին մտավորականներն են եղել, նշում է Սերժ Սարգսյանը, արդեն հայ առաքելական եկեղեցու սպասավորների, մտավորականների, գիտության եւ սպորտի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը։ Եկեք փառաբանենք հայ մտավորականությանը, որ դարեր շարունակ տարբեր պայմաններում կարողացավ վառպահել ազատության կրակը մեր հոգիներում։ Հայ արվեստագետներին ու գիտնականներին, ովքեր բարձրացրեցին իրենց եւ իրենց ժողովրդի անունն աշխարհում, բոլոր նրանց ու նկարագրող մեծապես բնորոշվում է մտածող, ստեղծագործող, արարող հայի նկարագիրը։ Նրանց, ովքեր ուսուցանում են ու դաստիարակում, ովքեր աշխարհում բարձրացնում են հայոց եռագույնն ու հնչեցնում մեր օրհներգը, ովքեր երիտասարդներին հայրենասիրություն են ներարկում։ Շնորհավոր բոլորիս մեծ տոնը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Տոնական միջոցառումները շարունակվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում եւ երկրագնդի բոլոր այն վայրերում, որտեղ հայեր կան, որոնց հայրենիքը անկախ բնակության ներկա վայրից եղել եւ մնում է Հայաստանը, ազատ ու անկախ Հայաստանը, բազում փորձությունների միջով անցած, դեռևս բազում խնդիրներ ունեցող, բայց ոտքերի վրա ամուր կանգնած ու ապագային հավատով նայող արդեն առնականություն ձեռք բերած 20-ամյա Հայաստանի Հանրապետությունը։ Գևորգ Ալթունյան, Հայլուր։ Մեր երկրի մայր օդանավակայանն իր որակով ու միջազգային կարգով այլևս ամենալավն է տարածաշրջանում։ Անկախության 20-ամյակին ընդառաջ ավարտվեցին Զվարթնոց օդակայանի նորակառույց համալիրի շինաշխատանքները, այն ուղևորներին կսկսի սպասարկել արդեն հոկտեմբերից։ Ներդրումների ծավալը կազմել է շուրջ 60 միլիարդ դրամ։ Նոր տերմինալը հիշեցնում է աշխարհի հետ հիմնական մոթային ճանապարհով հաղորդակցվող Վանկուվերի օդանավակայանը։ Գեղեցիկ է, հարմարավետ ճաշակով կահավորված, զինված արդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության բարձր մակարդակով, տարեկան կսպասարկի ներկայիս հնարավորության ավելի քան կրկնակին 3.5 միլիոն ուղևորի։ Կառավարման համակարգն ու սպասարկումը նույնպես հեշտացվել է, այսուհետև հաշվառման համար հերթեր չեն գոյանա։ Ուղևորը վայրեջքից հետո միջինը 25 րոպեում կկարողանա դուրս գալ օդանավակայանից։ Մասնագետները վստահ են, նոր օդանավակայանը կբերի նաև մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թվի աճ։ Աշխարհի 4 կողմերում մեծ բիզնեսներ ունեցող Արգենտինայի գործարար Էդուարդո Էրնեկյանն ասել է, որ թեև աշխարհի տարբեր վայրերում ինքը մի շարք օդանավակայաններ է կառուցել, բայց երբեք չի ունեցել բավարարվածության այն մեծ ու խորը զգացումը, ինչն ունի Հայաստանում։ Էրնեկյանը կոչ է արել Սփյուռքահայի իր գործընկերներին չվարանել եւ մայր Հայաստանը դրախտ դարձնելու բեռը մեծահոգաբար կրել նաեւ սեփական ուսերին։
Բարի գալուստ, դուք Վանկուվերում չեք։ Նոր տերմինալի կառուցումից հետո Վանկուվերի օդակայանին է նմանվել Զվարթնոցը։ 34,000 քառակուսի մետր տարածք, $160 միլիոն ներդրում, 3 տարվա շինարարություն եւ Հայաստանն ունի իրոք միջազգային օդակայան։ Հայաստանը ամենեն լավ պետք ունենա, ասիգա ամենեն լավերեն օտայաներեն մեկն է։ Ասան որ ամենեն լավ պետք ունենանք եւ ունենք հիմա։ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի դասակարգմամբ Զվարթնոցն այսուհետև B դասի օդակայան է, Հարավային Կովկասում հավասարը չունի։ 2002 թվականին, երբ մենք ընդունել ենք կոնցեսիան, օդանավականը ուներ E դասի, այսինքն որը գնահատվում է որպես անբավարար սպասարկում։ B դասը դա բարձր որակի սպասարկումն է։ Ուղևորների որակյալ սպասարկման համար օդակայանը կրկնապատկել, եռապատկել է հնարավորությունները։ Ներկայում այն սպասարկում է տարեկան 1,600,000 ուղևորի։ Նոր տերմինալի ծառայություններից ամեն տարի կարող է օգտվել 3,5 միլիոն մարդ։ Ամեն ինչ արված է, որ ճամփորդները երկար հերթերում չտանջվեն։ 2 անգամ ավելացել են հաշվառման սեղանները, այժմ դրանք 46-ն են։ Հաշվառման գործընթացում փոխվել է ընդհանուր մոտեցումը։ Նախկինում ձեռքով կատարվող աշխատանքի փոխարեն մենք հիմա ունենք ավտոմատացված համակարգ։ Ուզես էլ այս օդակայանում չես մոլորվի։ Շենքն այնպես են կառուցել ու կահավորել, որ ուղևորն այստեղ ոտք դնելու պահից պետք է միայն ուղիղ քայլի։ Հենց հաշվառման սեղանների հետևում անձնագրային ստուգման եւ անվտանգության կետերն են զինված ամենալավ սարքերով։ Ուղևորային համալիրը 5 հարկանի է, որոնցից միայն 2-ն են ուղևորների սպասարկման համար։ Մի հարկում մեկնողներին կճանապարհեն, մյուսում կդիմավորեն ժամանողներին։ Երևան ժամանող առաջին ուղևորներն այստեղ կիջնեն հոկտեմբերին։ Ժամանման ժամանակ ուղևորը ամենաշուտը 15 րոպեից կդուրս գա եւ ամենավերջի ուղևորը կդուրս գա շենքից 45 րոպե հետո։ Նոր համակարգը հնարավորություն կտա, որ ուղեբեռը հնարավորին արագ հասնի տիրոջը, արագ ու անվտանգ բարձրացվի օդանավ։ Նկուղային այս հարկում տեղադրված սարքերը նորամուծություն են տարածաշրջանում։ Դրանք կզննեն ուղեբեռները հնարավոր կասկածելի նյութեր հայտնաբերելու համար։ Վտանգավոր ճամպրուկները եռաստիճան զննում կանցնեն։ Ժամում 2800 ճամպրուկ կարող ենք սպասարկել, ասում են այստեղ։ Մոտ 3 անգամ արագացնում է այսօրվա գործընթացը։ Օդակայանի նոր դիմագիծն ամբողջացնում է երկհարկանի ավտոկանգառը, որտեղ միաժամանակ կարող է կայանել 600 ավտոմեքենա։ Ուղևորային համալիրը միայն գեղեցկության համար չի, որ ապակեպատ է։ Ապակեպատերն ու տանիքը ապահովում են շենքի բնական լուսավորությունն ու կիսով չափ կրճատում լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծախսը։ Հայաստանի գլխավոր օդային դարպասի կերպարանափոխությունն այս շաբաթ նշվեց գրեթե որպես պատմական իրադարձություն։ Օրհնեց ամենայն հայոց կաթողիկոսը, բացեց նախագահ Սերժ Սարգսյանը, Զվարթնոցի հավատարմագրային կառավարիչ American International Air Force ընկերության նախագահ Էռնեկյանի հետ։ Արգենտինահայ գործարարը օդակայանի բանալին հանձնեց Հայաստանի առաջնորդին, որպեսզի իր բառերով օդակայանի դռները միշտ բաց մնան աշխարհի առջև։ Սա նաև նշանակում է, որ մեր բոլոր հայրենակիցներն, ովքեր մեկնել են Հայաստանից, բացահայտելու աշխարհը տարբեր փորձություններից դասեր քաղելու, ուսանելու արտասահմանյան հաստատություններում մի օր կվերադառնան հայրենիք եւ կդարձնեն Մայր Հայաստանը ավելի լավ եւ ավելի բարգավաճ երկիր։ Էռնեկյանը խոստովանեց, որ Զվարթնոցը վերակառուցելու արդիականացնելու ծրագրով ցանկացել է Հայաստանում խոշոր ներդրումներ անելու օրինակ ծառայել սփյուռքահայ գործարարների համար։ Հայաստանը կառուցելու եւ դրախտ դարձնելու բեռն, ինչի մասին այդքան խոսել եւ երգել ենք տարիներով, ընկած է մեր ուսերին այնպես, ինչպես ընկած է Հայաստանի մարդկանց ուսերին։ Անցած 10 տարիներին հետ նայելիս միայն նվաճման, բավարարվածության եւ ուրախության զգացում ունեմ։ Կոչ եմ անում Սփյուռքին ներդրումներ անել Հայաստանում, ընդունել նրա մարտահրավերները եւ իրագործել պատմական առաքելությունը։ Միջազգային բարձրակարգ օդակայանը նոր սպասումներ է առաջացրել Հայաստանում։ Երևանը կդառնա տարանցիկ ուղևորափոխադրումների կենտրոն, զբոսաշրջությունը, բիզնես կյանքը կաշխուժանա։ Աշխարհի բոլոր ծայրերից հայերը եւ ոչ միայն հայերը պիտի այս դռներով ներս գան, որպեսզի նորանոր ներդրումներ են Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Սա ես համոզված եմ, որ մի լուրջ նոր իմպուլս կհաղորդի մեր զբոսաշրջությանը։ Ծով չունեցող եւ երկար տարիներ շրջափակման մեջ գտնվող փոքր պետության համար ռազմավարական նշանակություն ունի ժամանակակից օդակայանը։ Հայաստանի զարգացման համար այն անհրաժեշտություն է, ասում է օդակայանում ընդհանուր առմամբ $320 միլիոն ներդրած սփյուռքահայ գործարարն ու ավելացնում. 20 տարեկան Հայաստանը արժանի է ավելիին։ 20 տարեկան բան մոչ է։ Նոր կսկսին գոր
նոր գուսկսիգով եւ դավին շատ դրու բիրտանք։ Արտակ Երիկյան, Արմեն Անդրեասյան, Հայլուր։ Օդանավակայանի նոր ուղևորահամալիրը միակը չէր այս օրերին բացված խոշոր կառույցներից։ Մի քանի օր առաջ հանդիսավորության բացվեց ևս մեկ գեղեցիկ նորակառույց՝ նոր հեծանվահրապարակը։ Հեծանվային սպորտի մանկապատանեկան մարզադպրոցի հեծանվահրապարակը հայ ճարտարապետի նախագծով կառուցել է իտալական Ռենկո ընկերությունը։ Հեծանվահրապարակը նախատեսված է 3200 հանդիսատեսի համար եւ ունի 250 մետր երկարությամբ վազքուղի։ Այստեղ կարող են անցկացվել միջազգային մակարդակի առաջնություններ ու մրցումներ, կառույցի ճարտարապետական լուծումները համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Ժամանակակից սարքավորումներ, անվտանգության համակարգ, մարզասրահներ, մարզիչների գրասենյակ ու 250 մեքենաների համար նախատեսված բացօթյա կայանատեղի։ Նոր հեծանվահրապարակը գրավում է նաև դաշտի իր կառուցվածքով, այստեղից հանդիսատեսների ու մասնակիցների համար բացվում է հաճելի տեսարան։ Անկախության տոնին ընդառաջ 2 օր անց մեր մայրաքաղաքում կկայանա մեր արժեհամակարգը խորհրդանշող ամենանշանավոր կառույցներից մեկի Մատենադարանի նոր մասնաշենքի բացումը։ Հայկական ձեռագրերի գլխավոր գրապահոցում այժմ վերջին շտկումներն են արվում։ Մեր հոգևոր գանձարանի նոր մասնաշենքի արխիվային պահոցն ու ձեռագրատունը օժտված են անվտանգության գերժամանակակից ու շուրջօրյա վերահսկողություն իրականացնող համակարգով։ Գիտական կենտրոնը հնարավորություն կունենա մեր հոգևոր հարստության բացառիկ նմուշները պահպանել որակապես նոր միջավայրում։ Սեպտեմբերի 20-ին Երևանում կհավաքվեն աշխարհի ամենահեղինակավոր հայագետներն ու մատենագետները։ Նրանց կդիմավորեն Մատենադարանի գիտական նոր համալիրում Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում մեկտեղելով Հայաստանի քաղաքական եւ հոգևոր անկախության կարևոր հոբելյանները։ Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակը դառնալու է մեր անկախ պետության պատմության ամենաշքեղ, ամենագունազարդ ու ամենահերոսական անկյունը։ Անկախության 20-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը կկայանա երեկոյան 9:30-ին հերոսական բալլադ համերգ ներկայացմամբ։ 80 րոպե շարունակ հանդիսատեսը կվայելի հայ կոմպոզիտորների ամենահայտնի դասական ստեղծագործությունները։ Երաժշտությանը զուգահեռ հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագներ։ Համերգը կուղեկցվի եռաչափ գրաֆիկայով, հրապարակը եզերող շենքերը պարբերաբար կվերածվեն էկրանների եւ դասական երաժշտության հնչյունների ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի եւ անկախ պետականության 20 տարվա պատմությունից։ Շատրվանները կերքեն լուսագունային էֆեկտներով, երկինքը կլուսավորվի երկար հրավառությամբ։ Տոնական միջոցառումները գրեթե նույն տեմպով վաղ առավոտից կանցկացվեն նաեւ մայրաքաղաքի այլ համայնքներում, մարզերում ու Սփյուռքում։ Փառատոններ, համերգներ, տոնական ընդունելություններ եւ ներկայացումներ։ Այս ամենը 3 օրից իսկ մինչ այդ հրապարակի գետինն արդեն իսկ դղրդում է։ Անկախության ամենամեծ նվաճումներից մեկի հայկական բանակի խրոխտ զինվորը տոնական զորահանդեսի վերջին փորձերն է անցկացնում։ Սեպտեմբերի 21-ի առավոտյան բոլորս արթնանալու ենք լցված հպարտությամբ։ Կայանալու է մեր պատմության ամենադիտարժան, ամենասպասված ու ամենաառեղծվածային զորահանդեսը։ Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար փորձ է թե իսկականն է ուշ երեկոյան զորահանդեսում փորձի տպավորություն էին առաջացնում միայն գեներալ լեյտենանտի դիտարկումները գծային հեռավորությունների վերաբերյալ, ավելի հաճախ տոնական զորահանդեսի հրամանատարը գեներալ գնդապետ Խաչատուրովն է, նախարարին զեկուցում է, մասնակից զորքերը շարված են։ Կարեն Ղազարյանի երկու որդիներն էլ այստեղ են, բացատրում է, որպես լավ քայլողներ պատվով պահակախմբում են։ Մեկը կանգնած է երրորդը մեջտեղից, մեկն էլ զապաս։ Զինվորները սպաների հետ մեկ ամսից ավելի պատրաստվում են զորահանդեսին, շարային կանոնադրությունը սերտած, ուսերը ետ, կուրծքը դուրս, գլուխը բարձր։ Իհարկե լավ ենք պատրաստվել։ Անկախության 20-ամյակի զորահանդեսին առաջին անգամ մասնակցելու են ազատամարտիկների ու նաև բանակի հոգևոր սպասավորների շարքերը։ Ռազմական տեխնիկայի որոշ միջոցներ ցուցադրվելու են միայն տոնի օրը, օրինակ անօդաչու թռչող սարքերը։ Փորձի ժամանակ էլ սակայն տեխնիկայի պակաս չկար։ Այս ամենին հետաքրքրությամբ հետևում էին նաև Երևանի հյուրերը, իսկ տրիբունայում փորձնական շքերթի քննարկումներն են։ Միացյալ զորամիավորման գլխավոր հրամանատարը փորձից անմիջապես հետո սկսեց հաջորդ փորձը, բայց գոհ էր։ Զգում են իրանց քայլը խրոխտ։ Ես գոհ եմ մեր զինվորների եւ սպաների պատրաստությունից։
Զորահանդեսի տոնականությունը լրացնելու է զինվորական նվագախումբը 700-ից ավելի մեծամասշտաբ միջոցառումների փորձով։ Ուշ երեկոյան շքերթին զուգահեռ Հանրապետության հրապարակի մեկ այլ հատվածում սեպտեմբեր 21-ի երեկոյան համերգի փորձերն էին։ Հերոսական բալլադ ներկայացման բեմադրող ռեժիսորը խոստանում է հետաքրքիր էմոցիաներ արթնացնել։ Այն սյուժետային գծերը, ինչ որ առկա են, սրանք որոշակի վայրիվերումներ են առաջացնելու տրամադրության իմաստով, անշուշտ վերջում շատ ավելի տոնական։ Ծրագրում հայ դասականների գործեր են պետական ֆիլհարմոնիկը, Չեքիջանի երգչախումբը, բարեկամությունը, այլ պարախմբեր։ Հանրապետության հրապարակում միանգամից 2 բեմահարթակ է լինելու եւ բազմաթիվ էկրաններ։ Կառավարության ու արտգործնախարարության շենքերն ամբողջությամբ են էկրանների վերածվելու, երկչափ ու եռաչափ պատկերներում էլ լինելու ենք անկեղծ, վստահեցնում է Արամ Սուքիասյանը։ Մեր հաղթանակները, նվաճումները, կորուստները, այս ամենը մենք փորձել ենք տեսաժապավենների միջոցով ցուցադրել, վերհիշել, վերապրել։ Հրապարակի շատրվաններով ու դրանց հետաքրքիր հետևանքներով զբաղվում են ֆրանսիացի մասնագետները։ 70 հոգանոց խումբ է Հայաստան եկել։ Արնոն ու Ֆաբրիսը «Հայաստանը դու ես» խորագրով անցագրերով են շրջում, միայն թե նրանց անընդհատ թվում է, որ այդտեղ գրված է «Քեզ համար Հայաստան»։ Նրանք փորձելու են Հայաստանի պատմությունը ներկայացնել ջրային լուծումներով։ Լինելու է աննախադեպ շոու առաջին անգամ այս տարածաշրջանում, ջրային էկրաններով, լազերային պատկերներով, լուսագունային էֆեկտներով։ 2000-ից ավելի ջրային սարքեր են տեղադրվել, 100 պոմպ ջրային էկրան վարակույր ըստ Ֆաբրիսի շարժումների։ Նա պատմում է, որ այս տեխնոլոգիան առաջին անգամ Շանհայ էքսպոյում է ցուցադրվել։ Հիմա ոչ միայն Երևան է հասել, այլև այստեղ էլ կմնա։ 1 ժամ 20 րոպեանոց ներկայացումն ավարտվելու է հրավառությամբ, հետո դիսկոտեկ։ Նույն ժամին 22:30-ին հրավառություն կլինի Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Քաղաքապետարանում վստահեցնում են, որ անկախության տոնն ու Երևանի ծննդյան տոնակատարությունները միայն Երևանի կենտրոնում չեն կուտակվի։ Քաղաքն այդ օրվա համար իր մեծ ծրագիրն ունի։ Նախ կլվանան բոլոր փողոցները, ապա փողային նվագախմբերով կարծնացնեն քնածներին։ Այդ օրը հավաստացում եմ ձեզ Երևանը արթուն է լինելու եւ քնելու է շատ մինչեւ ուշ երեկո։ Քաղաքում մոտ 20 բեմ է տեղադրվելու զբաղեցված ամենատարբեր միջոցառումներով, ինքնուց երաժիշտներից մինչև դասական երաժշտություն կներկայացվի։ Այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանա դիտորդի դերում մնալ, կարող են այս միջոցառումների մասնակից լինել, նկարել կամ օրինակ վազել տոնի առթիվ Ռուսաստանի հրապարակից մինչև Մատենադարան։ Ռուսաստանի հրապարակից մինչև Մատենադարան կազմում է ուղիղ 2793 մետր։ Գյումրիում երիտասարդները պատրաստվում են զարմացնել ամենամեծ եռագույնով, գույները կապահովեն եռագույն շապիկների ու փուչիկների միջոցով։ Հենց եռագույնի վրա պիտի գրենք մեր խոստումները, որոնք խոստանանք մեր Հայաստանին, մեր ինչը խսեմ, մեր սերդի մեջ գտնվող Հայաստանին։ Քաղաքի տոնական ավանդական համերգին միանալու են նաև տեղի ռոքերները, ինչ անկախություն առանց ռոքի, ասում են խմբի անդամները։ Մենք սաղս ունենք այդ հնարավորությունը, որ երաժշտության միջոցով, մեր երաժշտության միջոցով կարող ենք արտահայտենք մեր զգացմունքները, մեր հոգեվիճակը ու մատուցենք մարդկանց։ Դա ամեն ինչ է։ Անկախության օրը Սիսիանում փառատոնի են սպասում 20-ամյա Հայաստանի տոնին Հրաչ Կարապետյանը կմասնակցի 40 տարվա ակորդեոնով։ Մեծ ոգևորությամբ ժողովրդի հետ մեկտեղ, մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք, ասենք, այդ ելույթներին։ Օրվա բովանդակությունից անկախ Սիսիանի ժողովրդիկների համույթն ունի իր երաժշտական ցանկը, եղեգը, Անուշիկին քույրիկը միշտ են պահանջված։ Տոնական միջոցառումների ծրագրերը որքան հեռանում են հանրապետության հրապարակից, Երևանից, այնքան դառնում են ավելի նեղ, ընտանեկան, գյուղերում մինչև բացօթյա խնջույք խնամիների հետ։ Թորնիկներով բոլորով հանդերձ միասին կնստենք, մի կտոր հաց կուտենք ու կնշենք, մի թաս կմպենք։ Վերջում եղանակի մասին սեպտեմբերի 21-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Սուսան Բադալյան, Էդգար Դավթյան, Հարություն Վարդանյան, Աննա Մարտիկյան եւ Աննա Ավետիսյան, Հայլուր։ Տեղեկացնեմ, որ տոնական զորահանդեսի վերջին փորձի հետ կապված վաղը Երևանի կենտրոն համայնքի դպրոցներում դասեր չեն լինի։ Տեղեկացնեմ նաև, որ սեպտեմբերի 21-ին կայանալիք բոլոր գլխավոր միջոցառումները, այդ թվում զորահանդեսն ու երեկոյան համերգը կլինեն առաջին ալիքի ուղիղ եթերում։ Երեկ Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, պատմական եւ հինավուրց բնորոշելով հայ-իրանական հարաբերությունները, նշել է, որ Իրանը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ։
Զրուցակիցները քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։ Էդվարդ Նալբանդյանն նաև բանակցություններ է վարել իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիի հետ։ Աշխարհում կա երկու գյուղ, որի բնակիչները բացառությամբ մուսալերցիների սերունդներն են։ Մեկը Լիբանանի Այնջար գյուղն է, մյուսն էլ Հայաստանի Արմավիրի մարզում է։ Սեպտեմբերին այս երկու գյուղերում էլ կատարվում է տոնախմբություն, հիշում եմ ոչ հեռու նախնիների Թուրքիայի դեմ հերոսական պայքարի 40 օրերը։ Այնջարում օրինակ տոնակատարությունները մեկնարկում են վաղ առավոտից, մայր եկեղեցում մուսալերցիները աղոթք են բարձրացնում առ Աստված, խունկ ծախում գերեզմանոցում, փողային նվագախմբի խրոխտ մեղեդիների ներքո էլ ժողովուրդը շարժվում է հրապարակ իրենց նախնիների համար կենարար հարիսան ուտելու։ Արմավիրում այսօր նույնպես տոներ, հերոսամարտում հաղթանակի 96-ամյակը գյուղում էր համախմբել մուսալերցիների հարյուրավոր ժառանգների, այդ թվում Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների։ Հայկական հողի բերք ու բարիքը, ավանդական հարիսան ու անմահական գինին, հերոսամարտի հաղթանակը ավետած թմբուկի ռիթմերի ներքո Հայկ Շասլանյանի տեսանյութում։ Մուսալերի բարձունքը մեկ օրով դարձել էր վրանային ավան, հերոսամարտում հաղթանակի 96-ամյակի տոնախմբության մասնակիցներն օր առաջ էին հաստատվել հուշահամալիրի մոտ պատմական մանրամասներին մեկ օր ավել տրամադրելու թուրքական զորախմբերի դեմ իրենց նախնիների տոնած հաղթանակի բերկրանքը ժամեր առաջ վայելելու եւ լուսաբացը մուսալերան բարձունքի վրա դիմավորելու համար։ Ավանդական հարիսայով, զուռնայով ու դհոլով մարտական շուրջ պարով տոնում էին հերոսամարտի տարեդարձը։ Շնորհիվ մարտական ոգու եւ համախմբվածության գոյապայքար մղող 5000 հայ 40 օր պաշարման մեջ գտնվելով ոչ միայն չխոնարհվեց ասկյարին, որովհետեւ իր լեռներն իրեն խոնարհվել չէին սովորեցրել, այլև ինքնապաշտպանական մարտեր վարեց, պսակելով դրանք հաղթանակով։ Համախմբվածության եւ կազմակերպված պայքարի արդյունքն էր, որ 40-օրյա պաշարման ընթացքում հայկական կողմը քիչ զոհեր տվեց։ Բացառիկ ինքնապաշտպանություններ եւ այդ հերոսականությունը, այսպես ասած, մուսալերցու մի տասակ ուսանելի է բոլորիս համար։ Դրանից քաղաց դասերով ենք, որ հիմա էլ առաջնորդվում ենք։ Մուսալերը նրանց համար նաև փրկության սար է, մարախլապատ եղանակը հաճախ է մոլորեցրել Օսմանցուն, կանխելով հարձակումները։ Հորից լսած հերոսական պատմության առանցին դրվագներ ներկայացնելով 84-ամյա Պողոս Ղարիբյանն առանձնացրեց հատկապես մուսալերցի կանանց ու աղջիկների հերոսական պատմությունները։ 14-16 տարեկան աղջիկները թունդ մարտական կռվի թունդ շիկացած պահին գնացել են ժայռեր են գլորել թուրք ասկարների վրա, հետագայում երբ որ 32 թվին տոնախմբության ժամանակ Անտիոքի ոստիկանապետը պատմել է շուրջ 6000 ասկարներ, թուրք ասկարներ զոհվել են այդ քարերի եւ 600 մարտիկների գնդակներից։ Պայքարի ամենաթեժ պահերին, երբ կյանքն ու մահը ընդամենը մեծ փամփուշտով են բաժանվել, մուսալերցիները չեն կորցրել նույնիսկ սրամտելու կարողությունը։ Կանայք ջուր են տարել, ոչ թե փորսող, ուղիղ ուղայած, գուժը ուսին, գնդակը պատահմամբ կպել է կժին, ջարդվել է, վզեյրը թղպիդա, այսինքն վզները թողոլորվի, գուժը ջարդեցիք, ուրիշը չունենք, ուրիշը կբերենք։ Մուսալերցու պատմական թմբուկն է Զեթելյանների տոհմի ամենաարժեքավոր ժառանգությունը։ Տարագրությունից խույս տալով ու փրկության լեռը բարձրանալով նրանք իրենց հետ ավետարանու խաչ են տարել։ Չեն մոռացել նաև 19-րդ դարի թմբուկը։ Հենց այս թմբուկն էլ ազդարարել է 40-օրյա պաշարման հաղթական ավարտը։ Թմբուկը դարձել է միասնության սիմվոլ, բացի բերկրանք պատճառելու, նաև մարդկանց հրավիրել է մարտի եւ մարդիկ այդ թմբուկի զարգերի ոգևորության տակ դուրս են եկել արճակատման իրաց մահվան դեր։ Ասում են 70-ականներից այս կողմ իրենց համախմբման շարժառիթը այս թմբուկն է եղել։ 96 տարի առաջ էլ փրկության լեռան վրա ի նշան մուսալերցների մարտական ոգու, կամքի եւ միասնության թմբուկը զարկել էր նույն ուժգնությամբ, ինչպես այսօր։ Դրա զարկերը հիմա էլ անարձագանք չեն թողնում որևէ մուսալերցու։ Այն նաև հրավերքի կանչ է, կանչ աշխարհասփյուռ մուսալերցներին, ուր էլ լինեն աշխարհի որ ծայրում էր բնակվեն սեպտեմբերի 2-րդ տասնօրյակին այստեղ են մուսալերան բարձունքում։ Գալիս են հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիների հերոսական անցյալին եւ տոնելու թուրք զորախմբերի դեմ տարած հաղթանակի տարեդարձը։ Կուզեմ նմանցնել Սփյուռքի եւ Հայաստանի համագործակցությունը արձիվի թևերուն։ Մեկ թևով չի գնար թրջիլ արձիվը։ Երկու թև պետք ունի, թե Սփյուռք պետք ունի եւ թե հայրենիք միասնապար։ Եվ այս թևերուն դակ պետք է մեր համագործակցությունը լա եւ Աստծո ուժը եւ սերը։
Հերոսամարտի հաղթանակը մուսալերցիները տոնեցին առատ սեղանների շուրջ, առատ էր նաև օրվա գլխավոր ուտեստը հարիսան։ Ի նշան հաղթանակի 96-ամյակի կաթսաների թիվն այս տարի մեկով էին ավելացրել։ Կերակուրն առանցքային նշանակություն է ձեռք բերել պաշարման 40 օրերին մուսալերցիներին փրկելով սովից։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Հայլուր։ Ախտալայում էլ Սուրբ Աստվածածին վանքի տոնը 3 օրով առաջ են բերել անկախության տոնը եզակի ոգևորությամբ նշելու համար։ Այսօր այնտեղ կայացել է խորովածի ավանդական դարձած փառատոնը։ Տեսականին բազմազան է, սեղանները ծանրացած պրոֆեսիոնալ խոհարարների ու խորովածի վարպետների գլուխգործոցներով։ Ինգործընկեր Տիգրան Դանիելյանը թեև իր իսկ պնդմամբ չի հասցրել համտեսել խորովածի և ոչ մի տեսակ, այնուամենայնիվ խոստովանել է, որ փառատոնի մասնակիցները դժվար թե այսօր հեռանան այնտեղից։ Մենդելսոնի վալսն ազդարարում է խորովածի 3-րդ փառատոնի մեկնարկը։ Հայերի ամենասիրելի ու տարածված ուտեստի փառատոնային գինը սկսվում է 500 դրամից։ Ամենաէկզոտիկն ու թանկը խորովածի նոր տեսակներն են։ Խորովածի անվանը դրվել է նռան գույնը, քանի որ դա հենց իր մեջ ունի խորհրդավորություն, ինչու նռան գույնը, որովհետև Ախտալայի վանական համալիրում է նկարահանվել Փալաջանովի նռան գույնը ֆիլմը եւ նույն մարդը ներկայացնում է նաև մի խորոված, որը կոչվում է վանականի խորոված։ Նռան գույնն ու վանականի խորովածը Տիկին Բախշյանի փառատոնային ճաշացանկում հաստատ կհայտնվեն։ Խորովածը ինքը երբեք չի պատրաստել, բայց ճաշակելուց էլ երբեք չի հրաժարվում։ Տավարի փորոտիկով ու նռան օրշարակով խորովածը փորձել է, օրենք ընդունելու պես լավ ծանոթեթև անելու կարիք ունի։ Տարբերություն չկա ինձ համար կարծես, թե որը լավ պատրաստված խորովածը ամենալավ կերակուրն է ինձ համար։ Խորովածի արդեն ավանդական դարձած փառատոնը կազմակերպվում է Ախտալայի վանքի բակում։ Դարեր շարունակ սեպտեմբերի 21-ն այստեղ նշել են որպես եկեղեցու տոն։ Անկախության հոբելյանի կապակցությամբ փառատոնն ու եկեղեցու տոնը 2 օր շուտ են կազմակերպել, բայց ոչ տոնական տրամադրությունը, ոչ էլ ախորժակը դրանից չեն տուժել։ Պարզապես անհամատեղելի կլիներ ժողովրդին միաժամանակ հրավիրել եւ անկախության տոնահանդեսի եւ եկեղեցու ուխտի օրվան, դրա համար մենք ամեն տարի այսուհետև որդեգրել ենք մոտեցում, որ ամեն տարի սեպտեմբերի 21-ի մոտակա կիրակին կլինի եկեղեցու ուխտի օր, որպեսզի բոլոր հայրենիները կարողանան մասնակցել եւ անկախության շքահանդեսին եւ եկեղեցու ուխտի օրվան։ 20 մետրանոց մանխալը միավորում է անվանի խոհարարներին ու խորովածի վարպետներին։ 3-րդ փառատոնին, բայց առաջին անգամ մասնակիցներ կան նաև Վրաստանից։ Մեր հարևանները ավանդական հայկական խորովածի մասին լսել են դեռ երբ գալիս է սեպտեմբերը ֆիլմից։ Կինոնկարի գլխավոր դերակատարի պատվին էլ վանքի հարևանությամբ այսօր բացվել է անվանի դերասան ու խորովածի մեծ սիրահար Արմեն Ջիգարխանյանի արձանը։ Արհեստավարժ վարպետ խոհարանների նորամուծություններն ու ավանդական խորովածի պատրաստման եղանակներն ու վերջնական արդյունքը գնահատելու է ժյուրին։ Անկախության տոնն ու խորովածի բույրը Ջավախքից Ախտալա է բերել նաև Կարապետյանների ընտանիքին։ Անգամ Ջավախքում սիրելի ուտեստն այդքան համեղ չէ։ Հոտը անպայման կհասնի, անպայման։ Ես արդեն զգում եմ, որ այնտեղ հոտը զգում եմ։ Համադամացեր Կարոն Ավստրալիայից է, հայրենիքում պատրաստված խորովածը սփյուռքահայ երիտասարդի ամենասիրելի ուտեստն է։ Ամենից շատ զարմացած է թզի, արքայախնձորի եւ ադամաթուզի խորովածից։ Հիմա էլ սպասում է, թե երբ է ստեյքի հետ մատուցվելու խորոված դեղցը։ Չեմ իմանում, սիստեմը ինչ է, հերթ չի գա, չեմ իմանում, բայց մի խոզմը փորձեցի խորոված, բայց հույսով եմ, որ ուրիշ բաներ փորձեմ, որովհետև քեբաբը շատ լավն է։ Խորովածի հազարավոր սիրահարներ այսօր փորձեցին ավանդական ուտեստի նոր տեսակներ։ Նոր ծանոթություններ հաստատեցին ու ճանաչեցին լորվա բնությունը։ Հյուրերը հեռանում են բերդի խորշերում քարեր նետելով, որպեսզի հաջորդ տարին նույն օրը վերադառնան։ Տիգրան Դանիելյան, Հակոբ Թումանյան, Հայլուր։ Մի կողմից եղանակային բարենպաստ պայմանները, մյուս կողմից անցած տարվա գյուղատնտեսական ռեկորդային անկումից քաղաց դասերն ու ձեռնարկված գործնական քայլերը կարելի է ասել շտկում են գյուղատնտեսությանն ու գյուղացու մեջքը։ Գյուղատնտեսական շաբաթը մեկնարկեց մրգերի թագուհու մթերման գործընթացով, խաղողի բերքն այս տարի առատ է։ Ավելի քան 130,000 տոննա խաղողը կմթերեն 4 տասնյակ ընկերություններ 1 կիլոգրամի դիմաց
130 դրամով։ Գյուղնախարարը վստահեցրել է, որ գյուղացու բերքու բարիքը չի մնա արտում, իսկ հաջորդ տարի գյուղմթերք շուկա ցիկլը կստանա համակարգային լուծում։ Մթերող բոլոր ընկերությունները ֆերմերների հետ կկնքեն պայմանագրեր, այդպիսով պլանավորելով գյուղարտադրանքի քանակը, հստակեցնելով որակը եւ փարատելով գյուղացու մտահոգությունը, որ իր աճեցրած բարիքը կարող է չսպառվել։ Թեև մթերման հետ կապված շատ խնդիրներ դեռևս մնում են չլուծված, այդուհանդերձ շրջանը կանցնի սահուն, հավաստիացնում են գյուղոլորտի պատասխանատուները։ Վահե Կոստանդյանն ամփոփել է անցած 8 ամիսներում գյուղմթերքի արտադրման ծավալները եւ պետության գյուղոլորտի կարճաժամկետ ֆինանսավորման քայլերի արդյունքները։ Գյուղատնտեսական ճակատում անցած տարվա նահանջից հետո անհրաժեշտ էին վճռական քայլեր, ընդ որում պետության կողմից, որոնք էլ դեռ գյուղատնտեսական տարին չմեկնարկած ձեռնարկվեցին ամենաբարձր մակարդակով։ Մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների մթերման ակտիվ շրջանում արդեն ակնառու է, որ տարեսկզբին գյուղատնտեսության պատասխանատուներին ուղղված երկրի նախագահի հանձնարարականներն ու երաշխիքների պահանջը տվեցին իրենց պտուղները։ Ինձ համար ընդհանրապես շատ տարօրինակ է, երբ որ գյուղացին հող ունի, բայց աղքատ է։ Որոնք են այն պատճառները, որոնք ստիպում են մարդուն հող չմշակել։ Եթե մարդը տեսնի, որ հողի վրա աշխատելով ինքը կարողանում է արժանավայել ապրել, մարդիկ աշխատելու են հողի վրա։ Երբ որ դուք գյուղնախարար չէիք, ինձ ասում եք, որ գյուղացիները որևէ խնդիր չունեն աճեցրած ապրանքը իրացնելու։ Բայց լավ, ինչու մենք հրապարակավ դրա մասին չենք ասում։ Ինչու վեր չենք գնում ասում։ Ես որպես գյուղատնտեսության նախարար երաշխավորում եմ, որ ձեր աճեցրած բարիքը անպայման դուք կարողանալու եք սպառել։ Ասեք, եթե այդպես է։ Ասվեց ու հավատացին, քանի որ ասվածը հիմնավորվեց եւս մեկ ծանրակշիռ հանգամանքով։ Պետությունը գնաց գյուղատնտեսությանը համատարած վարկավորելու ճանապարհով։ Գյուղացիական տնտեսություններին 2 տարի մարման ժամկետով մինչև 3 միլիոն դրամ վարկավորման կառավարության որոշումը ճիշտ ժամանակին էր։ Երկիր ներկրվող թունաքիմիկատներն ու պարարտանյութը, ինչպես նաև գյուղտեխնիկայի կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկից ազատումը եւս մեծապես թեթևացրին գյուղացու հոգսը։ Տարեսկզբին կատարված քայլերի արդյունքը եղավ այն, որ երկրում ավելացան արտադրված պտղի ու բանջարեղենի ծավալները, որոնց սպառման հիմնական պատասխանատուն վերամշակողներն են։ 2011 թվականի սեպտեմբերի կեսի դրությամբ հանրապետության 34 վերամշակող ընկերությունները գյուղացուց արդեն գնել են մոտ 28500 տոննա բանջարեղեն, որից 25615 տոննան լոլիկ, 6252 տոննա պտուղ, որի միայն 2500-ը բաժին է ընկնում Ծիրանին։ Մթերման շրջանը դեռ շարունակվում է, արտադրված գյուղմթերքն էլ դեռ պահանջարկ ունի։ Բերքի կարելի ասել 55%-ն եմ կարողանում անցնել ստեղ, մնացածի մասին մտածենք, որտեղ ոնց սենց։ Այս տարի շատ լավ վիճակ է, բերքը շատ լավ վիճակ է, անցյալ տարի այս ժամանակ գյուղացին կործանվավ, ինչի համար, որովհետև անձրևը խփեց, երաշտվեց, բոլորի լոլիկը դաշտի մեջ փչացավ, իսկ գործարանները չկարողացան իրենց պլանները կատարել։ Այս շաբաթ երկրում մեկնարկեց նաև խաղողի մթերումը։ Նախարարի խոստումը, թե գյուղացու արտադրած բարիքը դաշտում չի մնա, վերաբերում է նաև խաղողին, թեև գյուղացիների մի մասն արդեն վերամշակողի հետ համագործակցում են պայմանագրային հիմունքներով, սակայն մի մասի մոտ էլ դեռ կասկած կա, որ խաղողի սպառման շուկան փոքր է։ Ես ակնկալում եմ, որ մթերման սեզոնը շատ սահուն անցնելու է եւ ամբողջ աճեցրած բերքը գյուղացու մենք պետք է վերամշակենք։ Գյուղնախարարությունից գյուղացու հոգսը փարատում են։ Այս տարի 40 ընկերություն խաղող է մթերելու։ Առայժմ գործընթացն սկսել են, դրանցից 3-ը մթերելով ավելի քան 1366 տոննա խաղող։ Ինչ արտադրել եւ որքան որտեղ սպառել, հարցերի լուծումը կտրվի միայն պայմանագրային հիմունքներով համագործակցությունից հետո։ Առայժմ պայմանագրային հիմունքներով վերամշակողների հետ է համագործակցում 8000 գյուղացիական տնտեսություն։ Վաղ գյուղացիներին հրավիրել ենք պայմանագրային սիստեմ է կազմել, տրամադրել ենք կանխավճար, պատկերացրեք, ով որ պայմանագիր չունի մեզ հետ, գալիս են, խնդրում են, մենք աջակցում ենք, ելի այդ մարդկանց ենք աջակցում ինչի համար, որովհետև գյուղացիա բերելա, բերքը չմնա իր վրա։ Եկող տարի արդեն սկսել ենք պայմանագրային մեթոդով աշխատել, բոլոր մթերող կազմակերպությունները, տեղյակ եք, որ բոլորին մենք տվել ենք օրինակելի պայմանագրի ձև, եւ այդ ձևով պետք է աշխատեն։ Այս տարի մոտավորապես 80%-ը կատարվեց։
Որպեսզի գյուղացու եւ վերամշակողի համար հստակ լինի ինչ եւ որքան արտադրել, գյուղատնտեսները հորդորում են ամբողջովին անցնել պայմանագրային համագործակցության։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայլուր։ Եզրափակելով գյուղատնտեսական թեման, Մոսկվայում անցկացվող սննդի ու խմիչքների 20-րդ միջազգային ցուցահանդեսին լավագույն արտադրատեսակ անվանակարգում արծաթե մեդալի են արժանացել հայկական արտադրության սմբուկի խավիարն ու կերասի մուրաբան։ Մոսկվայի խոշորագույն էքսպո կենտրոնում սեպտեմբերի 13-ից 16-ն անցկացված ցուցահանդեսին մասնակցել են 58 երկիր ներկայացնող ընկերություններ եւ շուրջ 50,000 սննդի ու խմիչքի մասնագետ։ World Food Expo-ն համարվում է սննդարդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսներից մեկը։ Հայաստանը ցուցահանդեսին մասնակցել է միասնական տաղավարով, որտեղ ներկայացվել է հայկական 8 ընկերության արտադրատեսականի։ Հայ արտադրողների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել զարգացման հայկական գործակալության ու Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Շատ արդյունավետ ցուցահանդես է, ընկերությունները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել, հանդիպել են հիպերմարկետների, ցանցերի, ներկայացուցիչների հետ։ Հետաքրքրությունը հայկական ապրանքների նկատմամբ շատ մեծ է։ Շատ հետաքրքրված են արդեն Հայաստանը, Ռուսաստանի շուկայում, բացի կոնյակից, որ մենք գիտենք, արդեն ճանաչում են մեր հյութերը, գալիս են, գիտենք, մենք խանութներում տեսել ենք, վաճառքը իրականացվում է։ Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակում մեր բնորանի տղամարդիկ քայլել են տրեխներով, կանայք հագել են շրջազգեստ եւ ըմպել գինի, գուցեև միասին։ Արենիում հայտնաբերված գինու հնձանի ու մարդկության պատմության ամենահին կոշիկի մասին հաղորդել ենք բազմիցս։ Հնագետների այս շաբաթվա հերթական աղմկոտ բացահայտումը ծղոտյա շրջազգեստը թվագրվում է 5065 տարվա։ Հայ հնագետներն արդեն ինտենսիվացրել են գիտահետազոտական աշխատանքները համագործակցելով ոլորտում առաջատար ֆրանսիացի եւ ամերիկացի մասնագետների հետ։ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, որի ներդրումը հսկայական է այս գործում, անկախության 20-ամյակի կապակցությամբ հանրապետության նախագահի կողմից արժանացել է պետական բարձրագույն պարգևի։ Տիգրանակերտից մինչև Արենի վերջին շրջանի հնագիտական հայտնագործությունները մեծացրել են հասարակության ու հատկապես լրատվամիջոցների ուշադրությունը գիտության այդ ճյուղի հանդեպ։ Դպրոցներում եւ բուհերում աճում է ոլորտով հետաքրքրվողների թիվը։ Կրթության նախարարությունում եւ Մայրբուհում էլ մտածում են հնագիտություն մասնագիտացմամբ ուսանողների առանձին ընդունելություն կազմակերպելու եւ առանձին բաժին ունենալու մասին։ Այս շրջադարձը մինչև վերջերս պատմամշակութային ուղեցույցներում հայտնի էր որպես նորավանք տանող ճանապարհ։ Հիմա այս երթուղու գրավչությունը կրկնապատկել է եւս մեկ հուշարձան՝ թռչունների քարայրը։ Սա Քարանձավի ժողովրդական անվանումն է։ Հնագիտական շրջանակները այն անվանել են Արենի 1։ Համար 1, որովհետև Արենիի տարածքի բազմաթիվ քարայրներից առաջինը այստեղ է սկսվել հնագիտական սենսացիաների այնպիսի տարափ, որ թռչուններին քարայրում փոխարինել են հնագետների երամները, բայց պարզ հետաքրքրասերների համար քարայրի մուտքը առայժմ փակ է։ Մուտքը խստի վարգելված է միայն հնագետները։ Ոչ միայն շրջապատից, այլ ամբողջ աշխարհից մարդիկ ցանկություն ունենան տեսնելու, բայց ես իրավունքը չունեմ թողելու։ Քարայրը ուսումնասիրում է հայ-ամերիկյան իռլանդական գիտախումբը։ Գտնված արտեֆակտներից ամենավստահելի տվյալներ կորզելու համար հետազոտությունները կատարվում են ամերիկյան եւ բրիտանական հնագիտական լաբորատորիաներում։ Իսկ քարայրը հիմնականում պեղում է հայկական կողմը։ Դե որ հնագիտական պեղումներ անելու ժամանակ ինչ որ բան ես գտնում, քո հետաքրքրությունը քարապատվում է, սկսում ես ավելի ուսումնասիրել, ավելի ուշադիր եւ ավելի նուրբ պեղել։ Առաջին անակնկալը, որ մատուցեց Արենին, աշխարհի հնագույն կոշիկն էր։ Հաջորդը գինու հնձանը ավելի վաղ շրջանից էր պահպանվել 4-րդ հազարամյակի երկրորդ քառորդից։ Նոր բացահայտումն արդեն 4-րդ հազարամյակի առաջին քառորդից է։ Դրա շնորհիվ հիմա կարելի է մոտավորապես պատկերացնել, թե ինչ էր հագնում քիչ թե շատ ունևոր կինը Քրիստոսից առաջ 39-րդ դարում։ Պահպանվել են այս ծաղոտից պատրաստված փեշ է, տեսնում եք, կնոջ հագուստ է, յուբկա, հա, այդպես ասած։ Այս փեշի մնացորդներն են, առայժմ սրանք մաքրման ընթացքի մեջ են, դեռ մաքրված չեն սրանք։ 5065 + -15 տարի։ Սա Արենիում գտնված գեստի տարիքն է։
Ըստ Կալիֆոռնիայի համալսարանի մաս սպեկտրոմետրիալ հետազոտության տվյալի 64% ճշգրտությամբ 5065 տարեկան ծղոտե հյուսվածքները չվնասելով մաքրելու համար դեռ պետք է խորհրդակցեն ռեստավրացիայի ֆրանսիացի գոլեգաների հետ, բայց այս հագուստի մեծ թվով մնացորդներից մի փոքր կտոր արդեն իսկ մաքրել են, եւ այնինչ բացվել է, ապշեցրել է անգամ շատ բան տեսած հնագետներին։ Հյուսվածքն այնպիսի տեսք ունի, կարծես 3 են թողել քարայրում։ Սա բացառիկ գտածո է նախ այն պատճառով, որ օրգանական նյութից արտեֆակտները սովորաբար չեն պահպանվում։ Հնագետը երբեք հողի տակից այսպիսի բաներ չի հանում։ Լավագույն դեպքում կարող են լինել գործվածքի մասին ոչ մի պատկերացում չտվող քայքայված փշրանքներ։ Հսկայական քանակությամբ ծղոտից պատրաստված հագուստի մնացորդներ եւ այլ պիտույքներ հայտնաբերվեցին։ Այսպիսի նյութեր առաջավոր Ասիայի տարածքում, հատկապես Լևանտում, այսինքն Արևելյան Միջերկրի ափերին 1-2 հուշարձանում քարայրներից էլի նորից նույնպես ունենք, բայց նրանց քանակությունը շատ քիչ է, այսքան չէ, սա հսկայական քանակություն է, տեսեք ինչ մեծ կտորներ են պահպանվել այդ փեշից։ Այս ծղոտները հողի մեջ գտնվելով պետք է որ քայքայվեին, ուրեմն ինչպես են նրանք պահպանվել 5000 տարի։ Արենիի առանձնահատկություններից մեկը հենց դա է, այստեղ ոչինչ չի քայքայվում, ինչու դեռ պետք է պարզել։ Հնարավոր է քարայրի հատակի թրիկի շերտն է այնպես կոնսերվացրել, որ որևէ բակտերիա չի անցնում այնտեղ։ Դեռևս անբացատրելի, բայց այս քարայրը ունի այնպիսի միկրոկլիմա, որ այստեղ սատկած կենդանին բնական եղանակով մումիացվում մնում է, ընդ որում ավելի լավ, քան եգիպտական բուրգերում։ Ես դեռ չեմ կարող բացատրել դրա համար հատուկ մասնագետներ կան եւ հիմա մենք այդ աշխատանքները տանում ենք, որ հասկանանք թե այդ պատճառները որոնք են, որ այս ամեն ինչ այստեղ այս չափով պահպանվում է, որ ես կարող եմ անգամ ձեռտած սրան եւ սա չփշրվի։ Սա զարմանալի բան է։ Իսկապես զարմանալի բան է եւ դա ոչ թե միայն ես եմ զարմանում, ցանկացած հնագետ, ցանկացած աշխարհից Եգիպտոսի 4 անապատներից, որտեղ ամեն ինչի շատ լավ է պահպանվում, այնտեղից գա մասնագետը եւ նա Իսրան եգիպտական բուրգերում կամ այդ ավազների մեջ պահված նյութերից ավելի լավ վիճակում է պահպանվել։ Թե ուրիշ ինչ կար Եվրոպայում քարի, իսկ մեր մոտ արդեն պղնձի քարի դարի այս կնոջ զգեստապահարանում հնագետները դեռ չեն շտապում խոսել։ Համենայն դեպս բրդե գունավոր հյուսվածքների կտորներ եւս գտել են, բայց որ քարանձավի բնակիչների գեղագիտական ընկալումները առանձնապես չեն զիջել մեր ժամանակի պատկերացումներին, ակնհայտ է։ Այս ծղոտե գործվածքն աչքի է ընկնում ոչ միայն հյուսվածքի վարպետությամբ, այլև դիզայնով։ Մեծ կարասը, որի մեջ հայտնաբերվել են այս կտորները, նույնպես գունազարդ է։ Գունավոր զարդարանքներ ունեն նաև այստեղ գտնված խեցեղեն առարկաները, իսկ դա նշանակում է, որ այդ ժամանակվա մարդը իր հագուստը գործելիս կամ կահկարասին պատրաստելիս դրանք զարդարել է, որպեսզի նաև գեղագիտորեն լրացնի իր աշխարհը։ Դուք ուշադիր նայեք եւ ավարտական գործվածքին Եվ տեսեք, թե ամեն անգամ այս ռիթմիկան, ասենք մի երկու գույնի ծղոտն օգտագործելով, թե ինչ պատկերներ է ստացել հետո կնայենք, կհասկանանք, բայց անգամ այդ հագուստի մասերի ինչ-որ կտորներ այսպես որ թեքվել են եւ այլն, հետո կերեւ այլի, դա ծալված կա, թե ինքը այդպիսի տեսք պետք է ունենար։ Թե ինչ է եղել քարե դարի մարդու այս ամբյուղիկում նույնպես անհայտ է, ինչ որ մնացորդների այս սովորական նստվածքը հնագետների համար տեղեկությունների շտեմարան է, որ դեռ պիտի կորզեն արտասահմանի գոլեգաների հետ։ Հայաստանի հնագիտությունը առաջին անգամ է այդ ժամանակաշրջանի հուշարձան պեղում, ասում է հնագետ Պավել Ավետիսյանը, իսկ գտածոները հսկայական նյութ են տալիս ոչ միայն հայոց, այլև ամբողջ առաջավոր Ասիայի հնագույն հասարակությունների մասին։ Բանն այն է, որ 4-րդ հազարամյակի առաջին կեսը հին արևելյան կամ փոքրասիական քաղաքակրթությունների ձևավորման համար ելակետային ժամանակաշրջան է, երբ նոր պիտի ձևավորվեին այն քաղաքակրթությունները, որ անվանում ենք շումերական կամ բաբելական։ Որպեսզի հասկանալի լինի առաջին շումերական քաղաքակրթության առաջին, այսպես ասած, խոշոր բնակավայրերը եւ այլն, որ մենք պեղում ենք որ հնագետները պեղում են եւ վերագրում են շումերական քաղաքակրթությանը, կարող են վերաբերվել 3100 եւ դրանից հետո ընկած ժամանակներին։ Այսինքն շումերական քաղաքակրթությունից հարյուրամյակներ ավելի վաղ շրջանի կամ բուրգերից շատ ավելի երկար ժամանակ, ավելի մեծ ժամանակահատված ավելի վաղ հուշարձանի հետ գործ ունենք, այսինքն ըստ 5-րդ հազարամյակի վերջ, 4-րդ հազարամյակի կես։ Այս արգելանշանները քարանձավում փակցրել են իհարկե արդեն մեր ժամանակներում։ Պեղավայրում խստիվ արգելված է ծխելը եւ լուսարձակող սարքերով նկարահանելը։ Ցանկացած ազգուշ քայլ թույլ չի տա մենք նյութը թվագրենք, ռադիոացածային անալիզով որոշում ենք տարիքը եւ մի փոքր մոխրի շրջժամանակակից ծուխ
սխալ դատիրովկա է տալու, սխալ ժամանակաշրջան է ցույց տալու։ Ամենայն հավանականությամբ շատ հարուստ համայնք են եղել այս քարայրը մեզ թողած մարդիկ։ Նրանց թողած հետքերից կարելի է ենթադրել, որ այգեգործությամբ են զբաղվել, խաղողագործությամբ ու գինեգործությամբ, կենցաղում գործածել են գեղեցիկ իրեր, իսկ զգեստը հյուսելիս հոգացել են ոչ միայն ամրության, այլև ոճի մասին։ Որտեղ են ապրել այդ մարդիկ, որոնք այս խաչմերուկում ճանապարհի վրա գետի ափին օգտագործել են այս քարայրը։ Նրանց բնակատեղին պետք է որ լինի ինչ-որտեղ հարևանությամբ, եթե իհարկե դա հենց այսօրվա Արենի գյուղը չէ։ Այդ մարդկանց բնակատեղին հնագետները հիմա փնտրում են Արփայի հովտում եւ նրա հարևանությամբ։ Տաթևիկ Նալբանդյան, Կարեն Գրիգորյան, Հայլուր։ Հայկական ռեկվիեմ մայստրո Տիգրան Մանսուրյանի վերջին գլուխգործոցներից է։ Այն զոնվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ու անմեղ նահատակների հիշատակին։ Մայստրոն այն գրել է ուսումնասիրելով եվրոպական համանուն ստեղծագործությունների բոլոր նրբերանգները։ Խորհրդային ու անկախ Հայաստանի մեծագույն կինոերաժշտի գլուխգործոցները վերջին տարիներին լայն սպառում ունեն արտասահմանում։ Նա այսօր էլ շարունակում է շարադասել նոտաներ, որոնք անպակաս կլինեն դասական երկրպագուների ձայնադարաններից։ Իր ստեղծագործական հանճարով գեղագիտության ու երաժշտարվեստի մնայուն արժեքներ պարգևած Տիգրան Մանսուրյանը արժանացել է պետական բարձրագույն պարգևի պատվո շքանշանի։ Մայստրոյի ոչ մեծ աշխատասենյակում մի ամբողջ երաժշտական ձայնադարան է հավաքվել։ Ամենը, ինչ տարիների ընթացքում բավարարել է Մանսուրյանի նուրբ ճաշակն ու ժամանակ առ ժամանակ լսելու պահանջ դարձել։ Սենյակում հարազատ իրերը շատ են։ Ռոյալից հետո երկու լուսանկարներն են, մեկն արագածն է, մյուսը եվրոպացի երկու հանճարներին մեկտեղող լուսանկարը։ Այս երկու անունները իրար կողքի խեն տանելու գեղեցիկ բան է սա։ Շուբերտը որ մահացավ, միակ խնդրանքները որ Բեթհովենի կողքին թաղեն իրար։ Ու այսպես հիմա անուններ են պատի վրա։ Սենյակում իր տեղը դեռ չի գտել մայստրոյի վերջին Հայաստանի պետական բարձրագույն պարգևը, պատվո շքանշանը, որ անկախության 20-ամյակի առիթով Մանսուրյանին է հանձնել հանրապետության նախագահը։ Իհարկե շատ հուզիչ է եւ դու ամբողջությամբ շնորհակալությամբ ես լցվում այդ ուշադրության, այդ նվերի, այդ գնահատանքի հանդեպ։ Եվ քո ժողովրդի, որը ի վերջո ապահովել է այդ ուշադրությունը եւ ղեկավարության հանդեպ, որոնք որ արձանագրել են այդ ուշադրությունը ժողովրդի։ Խորհրդային ու անկախ Հայաստանի զուգահեռները Մանսուրյանին շատ հեռուն են տանում։ Մանկությունից պահպանած վառ հիշողությունները Բեյրութից արդիքներ գաղթած եւ շատ արագ Սիբիրում հայտնված հարևանների, համերգասրահներում արգելված Կոմիտասի պատարագի եւ վերջապես Պակի դրոշմած Նևիիզնոյ պիտակը գրող Մանսուրյանի մասին։ Անկախության 20 տարիները եւս իդիլիկ չէին, փաստում է մայստրոն, բայց այլ ճանապարհ չունեինք։ Գաղափարը բոլորիս համար սուրբ է։ Անկախ Հայաստան, բայց պետք է ընդունենք նաև, որ ճանապարհը սա է։ Փոքր ճարտարապետական ծավալներով կամերային Երևանը, որն այսօր խոշոր մեգապոլիսի անհասկանալի հավակնություններ ունի, իր ակտիվ շրջապտույտով մայստրոյին չի մոլորեցնում։ Քաղաքի ներքին բովանդակությունն ու մարդիկ չեն փոխվել։ Օրերս մայստրոն հաճելիորեն զարմացել է Սարյանին արդեն որպես քաղաքային մշակույթ հայտնաբերելով։ Երեք ես մի շենքի տակով էի անցնում, որտեղ Սարյանի կտավներից մեկը ամբողջ պատով մեկ որոշել են եւ այսպես էլի կլինեն նկարներ։ Նկար չի, չէ՞ դա նկարի հիշողությունն է կամ սիլուետն է։ Եվ այդ պատը, որ նայող երիտասարդը նկարիչ է դառնալու վաղը, նա արդեն նրա զերոն այն խակ պատը չի, այն պատն է, որի վրա այս նկարը կա։ Նրա գիտակցության մեջ արդեն պատ զերոն առօրյականը ոչինչ պատը բովանդակություն ունի եւ նա դրանից ելնելով է շարունակելու իր նկարչությունը։ Խորհրդային Հայաստանի հետ մյուս զուգահեռը Մանսուրյանի կինո երաժշտությունն է, մայստրոյի մեծ սերն ու ցավը միաժամանակ։
Կինոն Մանսուրյանին համազգային ճանաչում ու սեր բերեց, բայց եւ սահմանափակեց նրա նվագախմբային, կամերային, երգչախմբային ու վոկալ գործերի ճանաչման սահմանագծերը։ Կինոն նաև ստեղծագործական հանճարեղ տանդեմներ պարգևեց կոմպոզիտորին Փարաջանովի հետ Նռան գույնում, ապա նաև Մայլանի հայաշունչ ու քնարական կինոպատումներում։ Հիմա էլ գերագույն հաճույքով է հիշում, թե ինչպես ստեղծվեց Նռան գույնի երաժշտական հենքը, ժողովրդական անխառն երգեցողություն, աղմուկներ ու բնության ձայներ, որ օրգանական կերպով միահյուսվեցին Փարաջանովի պոետիկ գլուխգործոցին։ Վերջին շրջանում մայստրոյի գործերն առավելապես հնչում են եվրոպական համերգասրահներում, եւ պատվերներն էլ գալիս են հենց Եվրոպայից։ Վերջապես իրագործել է վաղեմի ցանկությունը եւ արդեն ավարտել ծավալուն մի գործ ռեկվիեմը, որը նվիրել է Եղեռնի 100-ամյակին։ 10 տարի շարունակ գաղափարը, հնչյուններն ու լուծումները խմորվել են մայստրոյի գլխում։ Ուսումնասիրել է ռեկվիեմի եվրոպական ամբողջ մշակույթը, Բախի, Բեթհովենի ու Մոցարտի բոլոր նրբերանգները։ Հայկական ռեկվիեմն ավարտուն տեսք է ստացել վերջին 2 տարում, իսկ նոյեմբերին եվրոպական նորամուտն է Բերլինում եւ Գերմանիայի եւս 3 քաղաքներում։ Հիմա թեթևացած փաստում է, հոգու պարտքներ ծնողների ու բոլոր նահատակների հիշատակի առջև։ Իմ մայրը որփանոցի զավակ է եւ հայրս նույնպես որփանոցի զավակներ են, չէ։ Ես ունեի այդ պարտքը այդ 15 թվին ռեկվիեմ անելու։ Ընդ որում ոչ թե այն գրական տեքստը, որը երբեմն ռեկվիեման նման գեղարվեստական չափածոներ են։ Կան մեզանում կան այդպես ռեկվիեմներ, քանի հոգի գրել են։ Ինձ հետաքրքրող այն տեքստն է, որը 400-500 տարի երգվել է, եւ սա ավանդույթ է, այլևս սրա վրա ստացված երկրները երաժշտությունը անգլիացին էլ է գրել նույն տեքստով, իտալացին էլ, ֆրանսիացին էլ, հայն էլ պիտի գրի։ Հիմա արդեն մայստրոն տրվել է նոր երազանքին, ուզում է պատարակ գրել, ոչ ծիսական, այլ համերգային, հզոր նվագախմբի ու երգչախմբի համար, եւ իհարկե երազում է, որ եվրոպական մեծ համերգասրահներից բացի այն հնչի նաև հայրենիքում։ Նոնե Ալեքսանյան, Հարություն Վարդանյան, Հայլուր։ Նորանկախ Հայաստանը գիտե գնահատել բոլոր նրանց, ովքեր խորհրդային ժամանակներում հայի ու Հայաստանի անունը ճանաչելի են դարձրել միութենական, թե տարածքային, թե վարչական բոլոր շերտերում։ Այդ նվիրյալներն ամենազանգվածային սպորտաձևում հասել են բարձունքների ու հպարտություն ներշնչել բոլորիս։ Արարատ 73-ի հաղթանակը կերտողներից Մարկարովը, Զանազանյանն ու Անդրեասյանն արժանացել են պետական բարձր պարգևի։ Մարդիկ, որոնց անուններն ինքնին տասնամյակներ շարունակ ու նաև այսօր ոգևորության ու ինքնավստահության իսկական պորտկում են առաջացնում։ Հայրենական ֆուտբոլի վետերաններն այսօր ուրախ են, որ 4 տասնամյակ առաջ նրանց գործած սխրանքը այսօր գերազանցելու հայտ է ներկայացնում արդեն անկախության սերունդը, իդեմս աննախադեպ վերելք ապրող մեր ազգային հավաքականի։ Անկախության 20-ամյակի առիթով նախագահ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի ու այդ մեդալն արդեն իր ակտիվում ունեցող դարպասապահ Ռոման Բերեզովսկու առաջնորդությամբ անկախության սերնդի մեր հավաքականի ցուցաբերած խաղը նոր խոսք է, ոգևորության նոր ալիք, ամենազանգվածային այս մարզաձևում մեր ապագա հաղթանակի հավատո հանգանակն է։ Գրեթե 4 տասնամյակ առաջ ահա այս մարզադաշտում էին տոնվում հայկական ֆուտբոլի փառահեղ հաղթանակները։ ԽՍՀՄ գավաթի եզրափակիչի պատմական հաղթանակն ու միության չեմպիոնության տիտղոսը Արարատ 73-ի տղաների շնորհիվ այնպիսի ոգևորություն հաղորդեց մեր ժողովրդին, որ այն վերածվեց իսկական տոնախմբության։ Եվ հիմա էլ այնպիսի տպավորություն է, որ եթե մի պահ լռություն տիրի այս մարզադաշտում, հնարավոր է լսել հազարավոր ֆուտբոլասերների վանկարկումները։ Այս կադրերը հայ ֆուտբոլասերները դիտել են միլիոնավոր անգամներ, տարեցները մտովի վերապրում են 1973-ի գարնանային խելահեղ գիշերվա անկրկնելի բերկրանքը ավելի երիտասարդները հիշում, որ հայության համար ամենաթանկ անուններից մեկը կրող ակումբը ոչ միայն նվաճեց ԽՍՀՄ ֆուտբոլային բոլոր հնարավոր բարձունքներն, այլև դառնալով համազգային հպարտության աղբյուր, մեծապես նպաստեց բակային ֆուտբոլի տարածմանն ամբողջ Հայաստանով մեկ։ Այդ տարիներին շատ երեխաներ էին իրենց երևակայում՝ Անդրեասյաններ, Մարկարովներ, Զանազանյաններ, Իշտոյաններ, Ալյոշաներ, Կովալենկոներ։
Այսօրվա պատանների համար նրանք հեռավոր անցյալում շողշողացող ֆուտբոլային լեգենդներ են, որոնց փառահեղ հաղթանակների կրկնությանը մեր ժողովուրդը սպասում է ամեն մրցաշրջանին։ Ատին բաներ կա, խոչընդոտներ կյանքի բանի, հիմա բայց ամենայն դեպս շատ բարձր պայմաններ կան, ամեն ինչ ազատություն, լավ հնարավորություն են տալիս երիտասարդներին, ուսանողներին, մենք ահագին առաջ ենք անցել։ Պետության կողմից գնահատված մեր ֆուտբոլային վետերանների երազանքն էլ նույնն է, ինչ մեր ֆուտբոլասերներին է, որպեսզի իրենց գործի այսօրվա շարունակողներն էլ միլիոնների խաղում փայլեն այնպիսի տեխնիկայով, որը բնորոշ էր միայն հայկական ֆուտբոլի 70-ականների աստղային թիմին, որպեսզի նրանք անհատական վարպետությունից բացի թրծեն նաև թիմային ոգին ու հաղթողի հոգեբանությունը։ Դե որ հավաքանը տանում է, բնական է գոհ ենք։ Ընդհանրապես հաղթանակը ուրախությունն է։ Դրա համար ես ուզում եմ, որ շատ հաղթանակներ ունի, որ մեր ժողովուրդը ուրախանա։ Մենք էլ իրանց հետ միասին տենանք լավ ֆուտբոլ։ Եվ նորից հայկական ֆուտբոլն իր վերելքն է ապրում եւ մենք լցված ենք նույն ոգևորությամբ։ Եվ կրկին հայ ֆուտբոլիստներին առաջ են մղում ֆուտբոլասերները իրենց վանկարկումներով, որոնց սպասելիքներն այս անգամ շատ ավելին են, քան հեռավոր 70-ականներին։ Հայկ Հովհաննիսյան, Արմեն Անդրեասյան, Հայլուր։ Այսքանը եւ վերջում եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ անկախության ամենակենտրոնական միջոցառման տոնական զորահանդեսի փորձի կապակցությամբ վաղը Երևանի կենտրոն համայնքի դպրոցներում առավոտյան դասեր չեն լինի։ Այսքանը մեր կիրակնորյա լրազամբյուղն սպառվեց, ձեզ հետ Ավրահամ Գասպարյանն էր, հաճելի հեռուստաժամանց եմ ակում առաջինը։